Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող ծորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Ողջույն բոլորին, դուք դիտում եք X Factor հեռուստաշոուի օրագիրը, մեր մասնակիցները շատ են, բայց մենք այսօր խոսելու ենք Ռոբերտի մասին։ Տեսնենք, թե ինչպես է անցել նա իր ուղին առաջին օրվանից մինչև բութքեմփի վերջին օրը։ Երգով զբաղվում եմ 16 տարեկանից, մինչև 18 տարեկան սովորել եմ երգի պետականում, չհասցրեցի մինչև վերջ ավարտեի, այսինքն համերգ չունեցա ավարտական, բայց ավարտեցի։ 2 տարի ուսում ստանալուց հետո գնացի ծառայեցի հայրենիքիս, պարտքս կատարեցի, վերադարձա, ու արդեն այս քանի ամիսա վերադարձել եմ, նորից շարունակում եմ երգս, ու շատ էի ուզում, որ մասնակցեի X Factor-ին, շատ եմ սիրում այս նախագիծը, շատ սիրում եմ, միշտ հետևում եմ USA X Factor-ը, այնտեղ շատ սիրում եմ Alexandra Brooke երգչուհուն, որ ախտել 2008 թվականին։ Առաջի փուլին ներկայացրել եմ Listen-ը, շատ եմ սիրում այդ երգը, իմ համար այդ երգը ֆավորիտ է, չգիտեմ, ոնց է Whitney Houston-ի I Will Always Love You երգը, իմ համար Listen-ը տենց երգ է, որ ինքը ինձ թվում է շատ երկար կապրի, այն երգը այն հիթերից է, որ իրոք շատ ուժեղ գործ է, բարդ է շատ կատարելը իր մելիզմատիկով եւ դիապազոնով, առաջի փուլին դա ներկայացրեցի։ Ինչ ես երգելու։ Beyoncé Listen։ Լավ էլի։ Այդքան էլ լավ չընդունվեց, որ տղա է երգում, չնայած ես հետևում եմ, նորից ասացի ձեզ, որ բոլոր X Factor-ներին դրսի բոլոր նախագծերին հետևում եմ, շատ հետաքրքիր է ու այնտեղ շատ եմ նկատել Listen, որ տղա է երգում, Adele-ից են երգում, Houston-ից են երգում ու ես էլ մտածեցի, որ կարելի է, որ ես է փորձեմ։ Listen to the song here in my heart, a melody I start but can't complete. Listen to the sound from deep within. It's only beginning to find belief. Oh, the time has come for my dreams to be heard. There will not be preside and turn into your own. Oh, 'cause you won't listen. Oh, listen. I am alone in a crossroads. I'm down at home in my own home, and I try to save my soul and mind. You should have known. Now I'm dying believing you. You're not the one I'm feeling. I'm more than what you made of me. I found your voice you gave to me, but now I got to find my own. You should have listened. There is someone here inside.
Կարծում եմ, որ կանցնեմ, թող մեծամտություն չհնչի, բայց տենց էի կարծում։ Ինչ իմաստ ուներ վերցնել կանացի տոնայնության մեջ արված գործիքավորում եւ կատարել մի օկտավա ներքև, հատկապես եթե 2 տարի սովորել ես։ Միգուցե պետք էր տոնայնությունը փոխել եւ սարքել տղամարդու տոնայնություն։ Կոնկրետ ինձ համար հասկանալի էր ու շատ նորմալ էր, որ ինքը նույն տոնայնության մեջ ուղղակի իրան հարմար մի օկտավա ցածրներ երգեց ու կրկներքում այդ բուբնյոժը չկար քո ասած ու ինքը ցույց տվեց այն ինչի որ ինքը ընդունակ է։ Բայց կարող է ավել ունի։ Համենայն դեպս ինքը բարիտոն է ու բարի տղա է։ Եվ ցույց տվեց կրկներքում իր կարողությունները ինձ թվում է, որ զարմանալու բան չկար անրեն։ Կանացի երգը ես օրինակ տեսել եմ cover են արել տղաները, Ադելի երգ են cover արել տղաները, բայց փոխել են տոնայնությունը, իրանց ռեգիստրում երգել են շատ սիրուն է ստացվել։ Այս ամեն ինչը դրա մասին էր, որ տեսնենք ինչ ունես դու իրականում։ Իմ համար դու երգը կործանեցիր, ուղղակի ես հասկացա, որ զուտ տեխնիկական մոմենտները դու չունես։ Ես երևի կասեմ ոչ։ Իմ լսածին չեմ հավատում եմ քո ասածին։ Ես ասում եմ այո։ Շնորհակալություն։ Հուսով կլինե, եթե անցնես լինելու ես իր խմբից, դրա համար ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ավելավ եմ անգամից ասեմ այո, բայց 3 օկտավա ներքև այո։ Շնորհակալություն։ Հաջորդ փուլը մեզ մոտ թատրոնի փուլն էր, շատ հետաքրքիր էր, այդ օրը մենք ունեցանք 2 փորձություն, երկրորդը անակնկալ էր լրիվ։ Մեզ հանձնարարեցին երգել Հալելույա երգը, Շրեկի մուզիկի սաունդթրեքը։ Ծանոթ էր երգը ինձ, շատ եմ սիրում այդ երգը։ Լսել եմ Ալեքսանդր Բրուկի կատարմամբ X Factor-ում։ Ակապելա ենք երգում այդ երգը։ Ակապելա երգելը բարդ է, տոնայնությունը չփոխել, չընկնել, մանավանդ որ ես երգեցի ամենավերջինը, մեր 8-նյակը, եթե չեմ սխալվում 8 հոգով ենք, ամենավերջինը երգի, ամեն մեկը իր տոնայնությամբ ու հիշել նույն տոնայնությունը, որը ես էի ընտրել, մի քիչ բարդ էր, բայց ստացվեց ինձ մոտ, ես որ տոնայնությունը որ ուզում էի սկսեցի ու կարծում եմ, որ լավ ստացվեց ինձ մոտ։ I heard there was a sequin chord. The day we'd played and I'm pleased alone. You don't really care for music, do ya? Well, it goes like this, the 4th to 5th, the minor fall and the major lift, the baffled king composing hallelujah. Hallelujah, 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 hallelujah. Սպասողական վիճակը շատ անհանգիստ էր, բայց աշխատում էի ցույց չտայ, որովհետև տենց հավաքվել ենք, ուրախանում ենք, ինչ-որ տենց որ շուտ անցներ ժամանակը եւ փառք Աստծո որ լավ վերջաբան ունեցավ այդ օրը ինձ համար։ Կային թույլ եւ ավելի թույլ կատարումներ, բայց ես այս պահին ձեր 6-իդ համար ունեմ լավ նորություն, դուք հաջորդ փուլում եք։ Շնորհավոր։ Շատ ուրախ եմ նաև ընկերներիս համար, որոնք նույնպես անցան իմ հետ հաջորդ փուլ։ Ոչ մրցութային փուլը մեզ մոտ պարն էր։ Ես 12 տարի պարել եմ։
al avión, también tengo miedo al barco, por eso quiero saber lo que debo hacer para cruzar el charco. Por eso quiero saber lo que debo hacer para cruzar el charco. No sabría esperar, porque el tiempo no me importa. Շատ 16 տարեկանից էլ չեմ ապարում, որտեվ երկով ես զբաղվում, ժամանակ չունեի ընդհանրապես։ Կարծում եմ, որ չէի մոռացել դեռ ապարելս ու ստացվեց, չնայած որ այդ ապարը տենց մոտավորապես մի ժամում ենք սովորել ու բավականին շատ էինք ու դժվար էինք տեսնում ուսուցչին ու մի քիչ տենց դժվար էր հիշելը մի ժամում ապարը, չնայած ինձ մոտ կարծում եմ, որ հիշեցի։ Հաջորդ փուլը ես ընտրել էի Elton John-ի Can You Feel the Love Tonight երգը, հայտնի Սիմբայի մուլտիկի սաունդթրեքներից մեկն էր։ Շատ սիրում եմ այդ մուլտիկը, մինչև մը նայում եմ։ Եվ կարծում եմ, որ այդ երգն ինձ մոտ լավ ստացվեց։ With you, and can you feel? Տվյալ նախագծի շնորհիվ բացահայտեցի, որ ես կարող եմ փորձություններ հաղթահարել եւ այդ բոլոր փուլերը, որոնք նշեցինք, որ անցել եմ, դա ինձ համար փորձություն էին եւ իրոք իմ համար դա մեծ բան էին, դրանք ամեն փուլը իմ համար անցնելը հաղթանակ էր, որովհետեւ հազարավոր մարդկանց մեջից մենք անցանք եւ մնացինք 24 հոգով, լավագույն 24-ի մեջ էի ես ու դա իմ համար իրոք հաղթանակ էր արդեն շատ տպավորիչ օրեր են այդ օրերը եղել իմ համար, շատ հիշարժան, շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել այդ նախագծի շնորհիվ։ Հենց 16 տարեկանից որ ընդունվեցի երգի պետական, ես արդեն որոշել էի, որ դա իմ ուղղությունս, նաև սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում, 4-րդ կուրսում, այս տարի ավարտում եմ։ Սակայն ընդունվելով երգի պետական հասկացա, որ իմը դա չէ, այսինքն իրավաբանությունը դա իմը չէ,
որ ինձ ավելի շատ ձգում է արվեստի բնագավառը, որտեղ քիչ չէ, 12 տարի ապրել եմ, հիմա երգով եմ զբաղվում, ինձ անընդհատ այդ ամեն ինչի մեջ եմ եղել ու ավելի հոգեհարազատ է այդ ասպարեզը ինձ ու ես իմ կյանքի նպատակներից մեկն է, որ ես դառնամ հայտնի ու շատ սիրված երգիչ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մենք կհանդիպենք արդեն հիմնական հաղորդման ժամանակ, իսկ դուք մնացեք X Factor-ի հետ, հաջողություն։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։